Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Վերելք հիմնադրամի ղեկավար Արծրուն Պեպանյանը, շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Երեք հայտարարվեց հերթական համագործակցության մասին, դաշինքները ընդհանրապես եւ կոալիցիաները, եթե վերցնենք 95 թվականից, դրանից առաջ կարծես թե չկար, մեր մոտ միշտ անփառունակ ավարտ են ունենում, ինչու՞։ Որովհետև եկենք թողնենք, որ ինքը երրորդ հանրապետությունն ինքն էլ անփառունակ շրջանապար անցնում, մենք ունեինք երազանքներ, նպատակներ շարժման տարիներին, երբ որ անկախության հանրաքվեներ գնում, մենք երազանքներ ունենք, որոնք չիրականացան։ Եթե մենք չհասկանանք այդ պատճառը գլխավոր ինչ պատճառներ էին, որ մեզ շեղեցին մեր երազանքից, մենք չենք կարող հասկանալ նաև թե կոալիցիաները ինչու չեն հաջողվում։ Իդեպ նաև ընդդիմադիր բոլոր ասպարեզներում մենք ունենք անկում։ Սրանք ինչ-որ շատ խորը պատճառներ ունեն, ես մեր եթերաժամը չի երիքի, որ ես դրանց բոլորին անդրադառնամ, բայց կան պատճառներ, որոնք այնց Վերելք հիմնադրամը մեր այս խնդիրներն է փորձում վերհանի եւ 3 առանցքային երևույթներ մենք տեսնում ենք, որոնք որոշել են մեր պետության այսպես վայրընթացը եւ այսօր էլ որոշում են այսօրը եւ բաղն եք որոշել, եթե մենք չկարողանանք դրանց հանրագումարային ազդեցությունը գնահատել եւ մտածել, իսկ ինչ կերպ կարող ենք մենք հակազդել, չեզոքացնել եւ լավագույն դեպքում նաեւ ապահովել Վերելք։ Կարող եք թվարկել 3 ասացիք։ Հա, այս բան 3 կարող եմ նշել, առաջինը ուրեմն բավական երկար ժամանակ գտնվելով, չունենալով պետություն եւ գտնվելով շատ վատ ժողովուրդների ձեռքի տակ եւ մի կերպ այսպես գոյություն պահպանելով, մեր ժողովուրդը ձևավորել է իր մեջ բացասական հատկանիշների համախումբ, որոնք օգնում են մարդուն, որ ինքը ցանկացած իրավիճակում իր գլուխը պահի, բայց ահա երբ որ այդ նույն մարդկանց համախմբում ես միտեղ, որ պետություն կառուցեն, ապա դա իրենց այդ հատկանիշների համակարգը բացասական սկսում է խանգարել պետության կայացմանը։ Երկրորդը այն է, որ երբ որ մենք առաջին հանրապետությունը, երրորդ հանրապետությունը հռչակեցինք, մենք միաժամանակ նաև որոշեցինք անցնել կապիտալիզմին, իսկ կապիտալիզմի տեսաբանները պարզել են, որ երբ որ ասենք պետական ունեցվածքը պիտի բաժանվի մասնավորեցի, որը արդար նպատակով է արվում, որպեսզի ավելի ռացիոնալ աշխատի։ Մոտիվացիա ստեղծելու, Հա, այդ ժամանակ ասում է, եթե ժողովուրդը չունի ավանդույթներ, օրենքներ, չափանիշներ, զսպիչներ, որ բացասական կարգերի դեմը առնի կաշկանդի, ապա այդ դեպքում անխուսափելի է ժողովրդի սոցիալական աղետը, անխուսափելի է մեծամասնության ունեզրկումը, անգամ սովամահության մատնվելը, Եվրոպաներում անգամ ֆիզիկապես են ոչնչացրել եւ մի խումբը, ովքեր իշխանությանը մերձ են, իրենք սկսում են ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել, մեծամասնությունը ոչինչ չի ունենում եւ մի վտանգավոր բան է լինում, այս ընթացքում ակտիվանում է հասարակության ստորին շերտերն են ակտիվանում, մարդու են տեսակը, ում համար ազգ հայրենիք զգացողություն չկա, ում համար այն մյուս հայը իր հարազատը չի եւ կարող է ասենք անգամ դիակների վրայով անցնել իր կարողությունը պրագմատիկները բազմապատիկ, հա, ասենք կյանքի տղաները, ասենք փողոցի տղաները, ասենք եթե հիմա նայենք մեր ունևորների մեծամասնությունը այդ դասի տղաներ են, որոնք դպրոցներ չէին գնում, որոնք կարգերը չէին սիրում եւ այլն։ Սա այդ համակարգի բանն է եւ քանի որ ասացի մենք բացասական հատկանիշների համախումբ էինք բերել, կապիտալիզմի կայացումը խթանեց, բոցավառեց։ Այդ ծրագիրը եթե դու ունենաս, դու արդեն իշխանություններին նայում ես ոչ թե այս ամբողջի պատճառ, որտեղ դու արդեն հասկանում ես, որ իշխանությունը հետևանք է, ոչ թե պատճառ։ Եվ հետաբար քո քայլերի համակարգում դու մտածում ես ես ինչպես առողջացնեմ իշխանական համակարգը, ինչպես ընդդիմության խելքը շատացնեմ, ինչպես ժողովրդին բացատրեմ մի բարդ ինչ-որ համակարգ է, որ դու փորձես կիրառես, սա մենք չենք անում։ Եթե մենք չենք անում, հետեւաբար ցանկացած քայլ, ցանկացած ընտրություն մեզ տանելու է դեպի վատ։ Իսկ ընտրություն անել այս իրականության մեջ ընդհանրապես արգելվում է, որովհետև ասացի գրոհում ենք մենք իշխանությունների վրա, պարզ է որ այս իրավիճակում իշխանությունը չի կարող ունենալ բավարար ռեյտինգ, չէ։ Ինքը ստիպված է պաշտպանվել, իշխանապողությունը իր համար հավասարազոր է տնտեսական կամ ֆիզիկական մահվան ինչ-ինչ պատճառներով եւ ինքը պիտի պաշտպանվի։
մենք ենք պաշտպանվելու։ Եվ ինչպես է պաշտպանվում, ինքը հրավիրում այս ստորին շերտերի մարդկանց, որոնք քրեական հեղինակությունների շարքերում են կամ նորահարուստների շարքերում են, եւ այդ մարդկանց ինքը հրավիրում է իր ճամբար, որպեսզի ապահովեն հաղթանակը։ Հաղթանակը ապահովելուց հետո ինքը պիտի փոխհատույց լինի այս մարդկանց, որովհետև էլի կլինի նման բան, չէ՞։ Եվ ահա քրեականները գնում են խորհրդարան, գնում են իշխանություն, նորահարուստները ստանում են նոր մասնաբաժիններ, դառնում են օլիգարխիա, եւ մենք այսպես արդար նպատակներով գնալով ընտրությունների մենք նպաստում ենք, որ մեր երկիրը ել ավելի վատ դառնա։ Սա է ամբողջ խնդրեմը։ Այո։ Հիմա կոնկրետ դեպքերի վերաբերյալ, հիշում եք Հանրապետություն միավորումը, 95 թվականի, որը առաջին դաշինքն էր։ Ինչ էր ասում։ Ասում էր, որ դա կլինի աջ չնայած այնտեղ հնչակներն էին, բայց դա կլինի այլ լիբերալ դաշինք, այսինքն գործատուները, սեփականատերերը ստեղծում են կուսակցություն, ստեղծում են ինչ-որ քաղաքական ուժ, եւ մենք սպասում ենք, որ հակառակ բևեռում, այսինքն նրանք, ովքեր վարձու աշխատանք են կատարում, կստեղծի նաեւ սոցիալիստական բևեռ։ Ոչ մեկը, ոչ մյուսը չստեղծվեց։ Ինչու՞։ Ես ասացի, ուրեմն մենք կարող ենք ուրիշ շատ սիրուն իդեաներ, լոզունգներ, նպատակներ ու ծրագրեր հռչակել, բայց եթե մենք չենք նկատում այն երևույթները, որոնք զարգանում են, որոնք բարձրանում են, այսպես հրահուբուխի պեղ ու պիտի որոշեն մեր իրականությունը, եթե մենք դա հաշվի չենք առնում, ապա այդ երևույթները մեզ շպրտելու են դուրս, մեր երազանքներն են, մեր նպատակներն են։ Միակ ձևը հասկանալ այս ամեն ինչը եւ մտածել այս հեղեղին, ես կոչում եմ վայրի հեղեղ, այս վայրի հեղեղին դիմակայելու ինչ կարելի է իրականացնել ամբողջ հայությունով, ոչ այսինքն գաղափարախոսությունները այլ հարց է, որ նա ով ասում է, չեմ տարօրինական եմ, նժդեհական եմ կամ ցեղակրոն, նա իրականում ոչ մի բան էլ չի, բայց եթե անկեղծորեն դավանում են ինչ որ գաղափարախոսություններ, կուսակցությունները, դա ճիշտ է, դա ինչ որ օգտակար է, թե չէ։ Եվ տեսեք, իրենք կարող են իրենց դիրքորոշումը ունենալ, իրենց աշխարհընկալումը ունենալ։ Ոչ թե ձևանալ, այլ իսկապես ունենալ։ Կարող է իր մեջ, ասենք, ինքը հեթանոս է կամ քրիստոնյա է կամ լիբերալ է, բայց հարցը հետեւյալն է։ Դու դա իրավունք ունես, դավանես, բայց հարցը դու այսօրվա կյանքի վրա, որը գնում է հեղեղը տանում է դեպի, ասենք, դեպի անդուն, դու կարող ես քո այդ դավանանքը արդյոք ունի իր մեջ այն ներուժը, որ կարողանա արտածի մի համակարգ, որ դիմակայի է այս ամենը։ Սա է հարցը, որ ասենք հիմա մենք նայում ենք բոլոր քաղաքական դաշտում համարյա բոլոր սպեկտրները կա, բայց չի ստացվում ինչ-որ դիմակայել։ Գլխավոր պատճառը իրենք չեն տեսնում սա, հասկանում ես, իրենք ընկնում են մակերեսային հետևությունների հետևից եւ շատ արագ, ասենք, վատ իրականություն, ինչու է վատ, ով է վերևում։ Պետրոսյան, ահա, դու հեռացիր, հետո դու հեռացիր, հետո դու հեռացիր։ Հեռանում են, ոչինչ չի փոխվում, սա նշանակում է մենք չենք տեսնում իրականությունը, մենք խնդրեմ ունենք հասկանալու։ Հիշում եք 1 տարի առաջ ասում էր ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն ստեղծել էին համաժողովրդական շարժում։ Այնտեղ ուրիշ մանր կուսակցություններ կային, բայց հիմնականում նրանք էին։ Այ մեր ձգտումը համազգային, համաժողովրդական, այսինքն ամբողջ ժողովուրդը այսպես է մտածում, այս բառերը, որ մենք ասում ենք, դա մենք անկեղծ ենք ասում։ Ես չեմ ուզում կասկածեմ որևէ մի շարժման, որևէ մի առաջնորդի անկեղծությանը, թեպետ չի բացառվում, որ այդտեղ ասենք խալտուրաներ էլ լինեն, ընդունենք թե բոլորը անկեղծ են։ Երբ ձեր ասած կառույցները միացել էին եւ մարդկանց հրավիրում էին հրապարակ, ես հրապարակախոսական մի ելույթ ունեցա եւ ասացի այդ մարդկանց, ովքեր որ գնում են, ասի դուք մի քանի անգամ հուսահատվել եք, առաջնորդների հետևից գնացել եք, որպեսզի այս անգամ եւս այդպես չլինի, լսեք իմ խորհուրդը եւ գնացեք առաջնորդերին առանձնազրույցի ժամանակ, բարձր հրապարակային չեն ասի, խնդրեք ձեզ ցույց տան այս իրականությունը հաղթահարելու, իշխանությունը վերցնելու քայլերի համակարգը, ինչպես իրենք են ասում ճանապարհային քարտեզը, ես խորհուրդ գնացեք, որպեսզի չի աստափվեք։ Ես չեմ ասի, թե իմ ելույթին էր ի պատասխան, բայց Տեր Պետրոսյանը հանրահավաքներից մեկում ասաց, որ մեզ ասում են արդյոք դուք ունեք ճանապարհային քարտեզ, հարգելի այսպես Արիել ժողովուրդ, մենք իհարկե ունենք ես եւ պարոն Ծառուկյանը, իհարկե մենք դա չենք հրապարակի, որպեսզի Սերժ Սարգսյանը չիմանա եւ չջահաջախի։ Անցավ ժամանակ, բարձր չունեն, մենք ճանապարհային քարտեզ, իրանք հիմա չկան էլ ասպարեզում, հասկանում ես։ Հարցը այն է, որ իրականությունը չհասկանալով, չըմբռնելով, լուրջ քայլերի համակարգ չունենալով, մենք անհամբերությունից, դες ասում, ես որևէ մեկի վրա չեմ կասկածում, ես ընդունում եմ, որ բոլորը սրտացավ են, բայց դա բավարար չի։
որ դու դուրս գաս քաղաքական պայքարի, դու պիտի հաշվի առնես հակառակորդի ուժերը, քո ուժերը, ինչ երևույթներ կան, քանի դու զինվոր ունես, կկարողանաս արդյոք բոլոր սխեմաները պիտի գծես, չէ՞։ Մեր բոլոր շարժումները պարզվել է, որ չունեն այդ շնորհքը հաշվարկելու, եթե դու ջարդվում ես, նշանակում է չես կարողանում հաշվարկել։ Այսօր էլ նույն վիճակն է։ Դու սովորաբար ասվում է, որ այն իշխանությունը, որը Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, այն իշխանությունը, որը կա կոռումպացված է, որ նա զբաղվում է թալանով եւ այլն, իսկ ահա մենք երբ գանք, մենք դրանով չենք զբաղվի։ Դա ճանապարհային քարտեզ է թե չէ։ Չէ, ես հարց եմ տալիս, ինչպես է գալու իշխանության։ Դու լավ է, որ այդպես գեղեցիկ իդեաներ ունես, ես կարող ավելի գեղեցիկ իդեաներ գրեմ, դու էլ ինչպես ես հաղթահարելու իշխանությունների կոշտ դիմակայությունը, որը նաև կարող է կրակել, ունի այսքան զորատեսակներ, հետևողներ, նոմենկլատուրա, ես այս վերջերս հանդիպել եմ մի դիմադիր գործիչի հետ, խորհրդակցում ենք, երկուսով ինչ անենք, ես մի հատ թուղթ վերցրեցի, ասի մեզ այս գիծ քաշի այստեղ գրի իշխանություն, արի գրենք իր ուժային ռեսուրսը, գրեցինք։ Բանակ, զինվորներ, նոմենկլատուրա, հանրապետականներ, ծանոթներ, հարկային մաքսը։ բոլոր այսպես մեծ թիվ ստացվեց, ասի լավ, հիմա այս կողքը գրենք ընդդիմություն։ Մի 500 ակտիվ ես գրում եմ, ավելացրեք։ Ինչ եք ավելացնում, նա ասես ոչինչ չունենք։ Ասում եմ, ոչինչ չունենք։ Այս 500-ն էլ որ գալիս են հարց է, բավարար կամք ունեն, թե չունեն։ Ինչ է կանելու այս ահռելի ուժի դեմ էլի։ Ինչ է մարդկանց տանում ջարդելու, այս մոլորված նայում էր։ Ոչ մի շարժում այս հարցի չի տալիս։ Հասկանում ես չեմ ասում թե անհնար է իշխանությունների դիմակայությունը ջարդել, բայց դու պիտի իմանաս այսքան ուժ կա, ես ունեմ այս կարողությունը, իսկ կարողանամ արդյոք 200,000-անոց ինչ որ երթ կազմակերպեմ, որ գա եւ քշի պալատները։ Խնդիրը էսպես դնես էլի։ Սա չեն անում ցավոք սրտի մարդկանց հուսահատեցնում են եւ մարդկանց էլ թվում է թե ընդհանրապես երկ չկա, բայց չկա երկ չլինի, էլի։ Խելքի հետ կապված գործ է։ Իսկ եթե քշում են, հա, ինչ որ հերոսներ են, չէ, առաջանում հեղափոխական հերոսներ, որոնք քշել են Վրատիշխան, հա, որոնք քշել են։ Այդ հեղափոխական հերոսները որ պայից են սկսում անել նույնը, ինչ որ քշվածները։ Հիմա տես, եթե ես մի օրինակ գիտեմ համաշխարհային պատմությունից, երբ որ էլի դժգոհ էին իշխանություններից եւ իրենք կարողացան այս իմաստով ես իրենցից եմ սովորել որ ասում եմ եւ գնահատեցին եւ իրենք նաեւ հարց են տալի ինչու են մեր իշխանությունները այսպեսին եթե դուք այս հարցի պատասխանը չունեք դուք կդառնաք նույնը հասկանում եք իրենք հասկացան ինչու են իրենց իշխանությունները այսպեսին մերն էլ կարելի է հասկանալ որ այս իշխանությունները տարբերակ չունեին հենց այս իշխանությունը պիտի լիներ ես կարող դա ժամանակակ ապացուցեմ բերեմ փաստերով եւ սա պիտի լիներ դուք եթե ուզում եք ուրիշ իշխանություն տեսեք իրենք ինչ արեցին ստեղծեցին շարժում ընդդիմադիր շարժման մեջ ասեցին մենք որ պետություն սարքենք մեր պետությունը ունենալու այս արժեհամակարգային սյուները հիմա բերեք մեր շարժումով մենք այդ փոքրիկ պետությունը ստեղծենք տեսնենք կարողանում ենք այդ արժեհամակարգով ապրենք ստեղծեցին հետո ասեցին Եկեք հիմա ընտրենք մեր ղեկավարներ, որոնք կրում են այս արժեհամակարգը եւ ստեղծենք հանձնախմբեր, որոնք հետևելու են, արդյոք իրենք պահպանում են արժեհամակարգից բխած կանոնները եւ ստեղծեցին այդ կառույցը փորձարկեցին, իրենք իրենց փոխեցին, դեռ ընդդիմադիր են։ Իրենք իրենց փոխեցին, վերափոխեցին, որպեսզի համապատասխանեն այդ նպատակին եւ արժեհամակարգին, ստացվեց, որտեղ ձգտումը շատ էր, հետո սկսեցին ընդլայնել։ Կամած մեծացրեցին, դա գրավիչ էր, մարդիկ ասենք Հայաստանից փախչելու փոխարեն, պատկերացու դու ստեղծել ես, փախչում են այդտեղ, որտեղ իրենց հարցերը լուծում ես։ Իրենք ստեղծեցին միկրոպետություն։ Հիմա էլ որ իրենց ուսումնասիրում են, ասում են դա փաստացի պետություն է։ Այդ պետության մեջ իրենք մշակեցին հիերարխիան, մարդիկ, որոնք կառավարում էին այլ կերպ, մտածում էին այլ կերպ, ընտրվում էին այլ կերպ, բարձրանում էին այլ կերպ, երբ որ եկան իշխանության, իրենց այս բուրգը վերցրեցին, դրեցին պետության գլխին, իջացրեցին այդ բուրգի փեշերը եւ ամբողջ ժողովրդի շատ արագ ներքաշեցին մեջը եւ այդ կարող է այլ արժեք նացիստների մասին եք ասում գերմանական։ Հա, իրենք նպատակային դա դրեցին, ես այսօր մի դրվագ կարդացի, ես չեմ ուզում ես գովքը անեմ, բայց սովորելու բան կա։ Իմացավ կառավարության ղեկավարը, անունը չտամ շատերը վտանում են, որ գյուղնախարարը սեփական բան ունի, կանտորա ունի։ Կանցլերը իմացավ։ Ահա, իմացավ, որ գյուղնախարարը սեփական ֆիրմա ունի, բեռնատար ավտոմեքենաների, եւ դասավորել է, որ գյուղատնտեսական մթերքները մի մարդից գա իրենց մայրաքաղաքը, հենց
իր բանով, իր հիմնարկի միջոցով արագ Փորձել ասես մեզանից որևէ մեկի վրա պետք է կեղծ չլինի, բիծ չպետք է լինի։ Որևէ մեկը իրավունք չունի այդ կարգի բան անել։ Իրենք դա ընդդիմադիր ժամանակ հղկել, մշակել էին, կատարել են եկան, եթե հիմա մենք դու լավ կհիշես առաջի երրորդ հանրապետության առաջի ամիսները, ես էլ եմ լավ հիշում, ժողովուրդը ուզում էր այլ կերպ ապրել, ներքևի շերտը, վերի շերտերն էր ուզում այլ կերպ ապրել, բայց այդ այլ կերպը ոչ մեկ չգիտեր դա ինչ կերպ է։ Բայց կյանքը խնդիրներ է բերում, դու պիտի լուծես, մենք լուծենք ինչ-որ հարցեր, ինչ անենք, 2 ամիս սպասեցինք 3, բայց հետո խնդիրը պիտի լուծի եւ գնացինք հին սովետահայ մեթոդներով, ասեցինք փող տալ, ապականել, հետո աստիճանաբար բարձրացավ վերև, վերևները դեռ ապականված չէին, հենց որ խելքի եկան արդեն ուշ էր, հին համակարգը կերել էր Նույնիսկ եղել ասենք առաջի հանրապետության ժամանակ որտեղ այնտեղ էլի ընտրված մարդիկ էին մինչև վերջել ասենք շատ շատերը մնացին բանի մեջ, հա, բայց ասենք բացացավ ապականվեցան ինչ։ Նորը չգիտեն ինչպես է իմ նշած օրինակում նորը փորձարկվեց այդ նույն իրականության մեջ այն մարդկանցով ովքեր որ մտախոք էին, երազում էին, ձգտում էին շատ անգամ եմ այս շարժումներ որ լինում է ես օրինակը վերում խորհուրդ եմ տալիս ասում եմ փորձեք ձեր շարժումը գաղափարականացնել, փորձել ինչ-որ տարեր, ինքնակառավարման տարեր մտցնեք, ստեղծեք այդ ապագա պետությունը, որ դուք ուզում եք, հետո երբ որ գաք իշխանության, մեկը որ գաք իշխանության այդ հարցը տալու, բալավ հիմա ինչ ենք։ Եվ ուտելու է իրանց այդ շատ լավ տեխնոլոգիաներ կիրառող մարդկանց հիմա ինչպես է հիշում իրենց ժողովուրդը եւ ինչպես է հիշում մնացած մարդկությունը։ Իրենց ժողովուրդը ներքուս շատ շնորհակալ է, որովհետեւ եթե իրենք չլինեին, իրենք կշարունակեին մնալ Եվրոպայի ծաղրը, իսկ այդ ժամանակ միջև իրենց գալը ծաղրում էին, բայց հարցը հետեւյալն է, դու իրենք ուրիշ նպատակ էին դրել, որը տարավ իրենց անդուն։ Դուք դրեք մեկ ուրիշ նպատակ, օրինակ կա ծաղիկից մեղուն մեղր է ստանում համակարգը չէ ծաղիկը, ոցը թույն, դուք վերցրեք բանը մոդելը վերցրեք, ինչը սխալ էր, մի վերցրեք, դրեք մի կողմ, ստեղծեք ձեր պետությունը, ձեր միկրոհամայնքը այլ նպատակներով։ Ես ասեմ հայերը այդտեղ չեն գնի։ Բացառվում է, մենք մի քիչ ուրիշ արժանամակարգի մոտ։ Այդ վատ ճանապարհով մենք չենք գնա։ Չէ, որտեղ մենք ունեցել ենք աշխարհակալություն եւ որևէ մեկը չի ասում, որ հայերը գալիս են վարում ցանում էին մեր քաղաքները։ Իսկ եթե մենք վերցնենք նախին խորհրդային, հա, երկրները, նրանց փորձը ուսումնասիրենք, այսինքն չգիտեմ, Սաակաշվիլի, Ուկրաինա եւ այլն, դա նույն ձևի մոդել էր, թե դա պարզապես իշխանափոխություն։ Վրացիների մոտ ես շատ կուզենայի, որ գնայի ներսից տեսնեի, քանի որ այդ համակարգը ես ուսումնասիրել եմ եւ նրա տարերը, բաղադրած տարերը գիտեի, ես վրացիների մոտ տեսնում էի Սաակաշվիլի ժամանակ այդ համակարգի առանձին դրվագներ։ Ես տեսնում եմ եւ մտածում եմ, որ գուցե եվրոպացիները տեխնոլոգիաներին տիրապետելով իրեն ասել են այս քայլերը եթե անես, դու կունենաս ազգի հավաքություն եւ կարողանաս ավելի հեշտ նոր մտածողություն բերես։ Ես դա նկատել եմ, ասենք մի քանի կլիպ եմ տեսել ընդամենը, երբ դու այդ համակարգին տիրապետում ես, մի նշումն էլ հերիք է, էլի մի քանի կլիպ եմ տեսել, ինչպես են իրենք իրենց պատմությունը ներկայացնում։ Ես հասկացա, որ այդ խնդիրը իրանք կռահել են եւ ազգին դու պիտի տաս ոգևորություն, այնպիսի մի ծագում, որ ինքը իրեն լավ զգա, հերոս կերպարներ, բերես, որ ինքը նախ եւ առաջ պիտի հպարտության զգացում ունենա եւ ինքը որ նայի իրականության, ասի ամոթ է, որ ես այս իրականության մեջ ապրում եմ, էլի կային որոշ քայլեր Իրա մոտ կարճ տևեց, չգիտեմ հիմա Վրաստանում ինչ է կատարում, բայց այդ դրվագները ես տեսնում էի որ ռուսների մոտ որոշ էլեմենտներ տեսնում եմ։ Ես դեռ 2007 թվականին, երբ որ Ռուսաստանի վրա բոլորը կոշիկներ էին սրբում, ես մի հարցազրույցում ասի, որ ես բոլորովին չեմ զարմանա, եթե մի որոշ ժամանակ հետո Ռուսաստանում ազգային վերելք նկատվի եւ իրենք որից համաշխարհային հայտ ներկայացնեն։ Ես ընդհանրապես մի նշում էի տեսել, որ եթե համակարգը չտիրապետես, չես հասկանում։ Գիշերային ժամերին ինչ որ մի տիպի շատ ուժեղ, ինչ որ տիպի հաղորդում էի տեսել, ոչ ստանդարտ եւ ես կռահեցի, որ իրենք էլիտա են ձևավորում։ Այդ բաները գցում են իմպուլսները արձագանքներից էլիտա ձևավորեն, որ գլոբալ այս խնդիրը լուծեն, ես որ ասում, իսկ ինչ անենք։ Իսկ ուկրաինացիները։ Ուկրաինացիների մասին բավարար տվյալներ չունեմ, բայց ես մի բան կարող եմ ասեմ, երբ որ բոլորը հմայված էին եգիպտական գարունով, ուկրաինական գարունով, այս հեղափոխությունը որ լինում է, ես ժամանակ ասացի, որ եթե հեղափոխություն են գալիս փողոցով, ինքը չի ավարտվելու։ Այդ կա հեղափոխականներին են հետո փորձելու
հեղափոխություն ունեն գնալ։ Սակաշվիլին էր փողոցով եկավ, չէ՞։ Նրան մի քիչ ուրիշ էր, նա այդպես արյունով չեկավ, հասկանում ես, նա մի քիչ ուրիշ էր։ Իմ ասած հեղափոխությունը, որ լինելու է, սա հոգևոր հեղափոխություն է, մենք այդ խնդրեմը ունենք, մեր այդ սոցիալական չի, եթե մենք այդ ուղղությամբ գնանք, անցնցում, առանց պայքար, ինչ-որ ձև գնալու է փոփոխությունների ու վերջում, ասենք, եթե չի, երբ որ այդ վերափոխումը լինի, մենք որ հետ նայենք, ասենք գրող տան, այսինչ հեշտեր։ Հա։ Եվ դա չպետք է լինի ընտրություններով, հա։ Չէ, ընտրությունները ես քեզ ասացի, որ այս պահին ոչ, որովհետև ընտրությունը հիմա մի թակարդ է մեր վզին, որը գցել են, մենք չենք կարող այդ ընտրությունը անենք մի շարք պատճառներով, մենք ֆրանսիացի չենք, ֆրանսիական այդ փորձը չենք անցել, որ իրենց օրենքներով աշխատենք, հասկանում ես, մենք բերում ենք, հայտնվում ենք թակարդի մեջ, ինչքան շատ ենք շարժում, այնքան մեր կողորդը սեղմում է, եւ ես շատ ուրախ եմ, որ ընտրությունների մի փուլը վերացավ, ասենք նախագահական, դա մի ավելորդ պատերազմ էր։ Ես դեմ չեմ լինի, որ այս միտրությունն էլ վերանա։ Ես օրերս առաջարկել եմ 2003-ին էլ էի առաջարկում, ասում եմ, պարոնայք, այս ընտրությունները դրսից բերովի ռումբեր են, որ մեզ պայթացնեն։ Մի տրվեք այդ միամտությանը, բայց քանի որ մենք չենք կարող այդ ընտրությունը չանենք, քանի որ պատճառներ կա, ասենք, միջազգային, եկեք նախընտրական քարոզարշավի փոխարեն գնանք նախընտրական բանակցությունների եւ ասենք իշխանություններին, ասենք, պարոն, այսինչյան, մենք գիտենք, որ քեզ չեն կարող հեռացնել, գցել են ասում քաղաքականության մեջ, բայց մենք կարող ենք քեզան խնդիրներ ստեղծենք։ Մենք կարող ենք այնպես անել, որ դու բավարար ձայներ չհավաքես, դիպված լինես, մարդկանց ծեծել, բոլորը դա տեսնելու են, քվեաթիպեր ես լցելու, դառնալու ես ոչ լեգիտիմ։ Բավական փող ես ծախսելու, էլի դառնալու ես ոչ լեգիտիմ։ Դու ստիպված ես լինելու ընկերություն անես գողավազակների հետ, ինչ-որ մարդկանց հետ հարուստ, որոնց դու ուրիշ անգամ բարև չեր տա, բայց ստիպված ես բերել իրանց պարտք մնաս, այս ամեն ինչը անելու ես, փողել ծախսելու ես եւ դառնալու ես ոչ լեգիտիմ։ Առաջարկը ո՞րն է։ Դրա դիմաց մենք ես տալիս ենք լեգիտիմություն, որտեղ քեզ չեն կարող գցել, հասկանում ես, տարբերակ չունես ուրիշ։ Մենք ես տալիս ենք այդ լեգիտիմությունը, գնանք քվեարկել, պայմանով այս թղթի վրա, ոչ թե գրում ես, այլ մինչև ընտրությունը, մենք ես 10 քայլ ենք տալիս, ասա 10-ից որը կանես։ Եթե ես 10 ազգային պետության համար այս կարգավորումները դու անում ես, մենք ընդունում ենք, այո, արել ես եւ գնում ենք քեզ տալիս ենք այդ փաստաթուղթը։ Մի պատկերացրու, որ հետ նայենք հիմա ամեն ընտրության ժամանակ 3-4 բան մենք ստիպեինք, որ իշխանությունները աներ։ Նախ մենք խաղալիք, մեր իշխանությունները խաղալիք չէին լինի միջազգային կառույցների ձեռքին, լավ գիտես, իրենք այդ ամբողջ փաթեթը ունեն, ինչ է կատարվել, ինչ որ մեծ հիմար օրենք են բերում, ասենք, ստորագրեք, մերոնք ասում են ոչ, դից ես ասում եմ դարակից հանեք բանը։ Մենք խանում, բա գիտեք 1998 թվականին ընտրությունների ժամանակ 100,000 արդեն իշխանությունները գիտեն ինչ են ասել, ասում են լավ բերեք ստորագրեք, սուստ մնացեք։ Խաղալիք ենք սարքում։ Սա գալիս է մեր էմոցիոնալությունից, իրականությունը չհասկանալուց, արագ ուզում ենք ինչ-որ բան փոխվի, բայց արդեն երեխաներն են տեսնում, որ արդեն մենք վնասում ենք մեզ, հասկանում եք, ելքա պետք մի քիչ դրսևորել հույզերը զսպել ու փորձել ճիշտ քայլեր անել։ Դուք տեսնում եք, որ 2017 թվականին, այս մի տարի 2017 թվականին այդ մոդելով այսքան բանակցելու են իշխանության հետ։ Հիմա ես դաշնակցության կոալիցիա գնալը ես տեսնում եմ այդ տեսակետից, որ իրենք արդեն բանակցում են, ես իհարկե ներկա չեմ եղել, ենթադրում եմ, որ բանակցել են, իրենք օգտվել են դաշնակցականների, հանրապետականների դժվար վիճակից, ընդդիմությունը պիտի խելացի լինի, սրանից օգտվի։ Իրենք տեսել են, որ հանրապետականները եթե այսպես շարունակվի այս հեղինակությունով, իսկ իր առաջիկայում ոչ մեկ չի կարող ասել, որ լավ կլինի, ավելի վատ հեղինակություն են ունենալու, ավելի մեծ խնդիրներ են լինելու, ստիպված են լինելու էլի կրակել։ Եվ մտածել են գուցե մենք գնանք օգտվենք, ասենք մենք գանք այսպես ձեր գործը մի չհեշտացնենք եւ ես հույս ունեմ, որ ասենք Հրանտ Մարգարյանը մյուսները կոնկրետ ինչ-որ կետեր են դրել հանրապետության նախագահի առաջ, այլապես կստացի իրենք այնքան հիմար են, որ դիմեն ինքնասպանության դաշնակցականները, իսկ չի թվում, որ այդ աստիճանի Հուսանք։ Կյանքը ցույց կտա, բայց դե շնորհակալություն հետաքրքրության համար, սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Վերելք հիմնադրամի ղեկավար Արծրուն Պեպանյանը։ Մենք վաղը նորից կհանդիպենք, ստեսություն։